Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս։ Վայ, Փաշինյանի ես կակրած շատ ուժեղ հարց ունեի տալու, այդ գիրքն է դրել եմ տունը։ Նժդեհի վերադարձը, այդ գրքի անունը, հարց էի տալու, այդ որ պարոն Փաշինյան, այդ որ Էրդողանի գիրքը տենց ժպիտը դեմքին գրկել ես։ Ինչ ես մտածել, էլի որ էդի վերջերը մեր համար այսօր ամենակարևորը երեխեք ջան ազգին համախմբելն է, որ ուժեղ լինենք, դա տենում ենք ինչա կատարվում ամբողջ աշխարհում։ Եթե մենք համախմբված չլինենք գաղափարի շուրջ, գաղափարի, իսկ այսօրվա կառավարությունը ոչ մի գաղափար, ասում է փորդ կուշտելնի, թե ժողովրդին է գժի տեղ դրե, թե ինքն է իրան գժի տեղ դրե վանքի հավերն է ուտում, ես չգիտեմ, իսկականից ես այդ հարց ուզում եմ տամ, ասեմ այդ գիրքը, որ գրկել է Էրդողանի, ինչ էիր մտածում, որ էդի վերցրել էր ձեռդ, առես գիրքը, Նժդեհի վերադարձը, դու էլ հաջորդ անգամ որ հանդիպես, ասա էսե մեր ժողովուրդն է պահանջում, դուք մեզից պահանջում եք, ասում եք արեք բարի շենք, արեք էս անտեր եղած չեղածը հանենք, մասի սարը հանենք, էսի հանենք, էնի հանենք, բայց դու մի բան էլ դու ասա դե եթե այդքան բան ուզում ես հանենք, սահմանադրությունից էսի հանենք, էնի հանենք, արեք ախպեր ջան, դուք եք ցեղասպանությունը մեր ժողովուրդը ասա իմ դեմ է դա դրել, ցեղասպանությունը հանեք, ընդունեք թուրքեր, Ադրբեջան դուք էլ այդ ձեր հայատացությունից ձեր քաշեք։ Կասեմ աղբերական գնա էլի, գնա այս երկիրը թող շունչ քաշի, այսքանը կասեմ, ու սրտանց կասեմ, ավելի վատ բան չեմ ասի, ուղակի գնա, իրա թիմը խմբով վերցնի ու գնա, ու Հայաստանից գնա, իրանցից մի բան չմնա այստեղ։